Կոնտեյներների մասին։ Նրանից հետո, երբ մենք կազատագրենք մեր տները ավելորդ իրերից և կքչացնենք իրերի քանակը էապես, առնվազն 50%-ով, մենք կանցնենք զոնավորման փուլին, որից հետո կանցնենք կոնտեյներների փուլին։ Կոնտեյներների կոնցեպտը կայանում է նրանում, որ մենք մեր պահարաններին համապատասխան չափերի կոնտեյներներ ձեռք բերելով կկարողանանք կազմակերպել մեր բոլոր տան իրերը շատ ավելի հարմարավետ և արդյունավետ կերպով և յուրաքանչյուր իր կունենա իր տեղը։ Եվ մենք երբեք չենք փնտրի բանալիները, ինչ-որ գրիչները և այլն, ամեն բան լինելու հստակ իր տեղում։ Ինչ վերաբերում է մանկական գրքերի և խաղալիքների պահարաններին, իմ ամենասիրելին, ինչին որ ես եկա իմ բոլոր փնտրտուքների արդյունքում, դա այս պահարանն է, որը հիմա կտեսնեք իմ մեջքի հետևում։ Ես կնշեմ հղումը, որտեղից եմ ձեռք բերել այն, սակայն դուք կարող եք մոդիֆիկացված տարբերակներ էլ դիտարկել, օրինակ կարող է այն լինել քառակուսի տեսքով, ոչ թե ուղղանկյունաձև երկարավուն, և դուք դա կարող եք հարմարեցնել ձեր խաղալիքների ի վերջո մնացած քանակին համապատասխան։ Ուրեմն այս պահոցի համար ամենահարմարավետ ու իմ ամենասիրելի կոնտեյներները կուբ կոնտեյներներն են, որոնք որ ունեն մոտ 30 սանտիմ բոլոր ուղղություններով, իհարկե, ուրեմն այս կուբերի մեջ շատ հարմար է պահեստավորել հատկապես խաղալիքները և հենց այս պահարանի մեջ իրենք շատ լավ հարմար ձևով տեղավորվում են։ Ես անպայման կթողնեմ նաև այս կոնտեյներների հղումները, որպեսզի կարողանաք հեշտորեն ցանկության դեպքում ձեռք բերել դրանք։ Ուրեմն կոնտեյների գաղափարը ինձ գերում է ինչով, որ կոնտեյներն է մեղավորը լինում, թե ինչքան լեգո մենք կարող ենք պահեստավորել։ Օրինակ, մեկ կոնտեյներ կվերաբերի լեգոներին, մեկ կոնտեյներ կվերաբերի մեքենաներին, մեկ կոնտեյներ կվերաբերի փազլներին և այդպես շարունակ, երբ մենք ունենում ենք ավելի շատ խաղալիք, քան մենք ունենք տանը տեղ, բնականաբար ստեղծվում է քաոս։ Եվ երբ կան այս մեծ կոնտեյներները, դուք ցանկացած նույնիսկ մանկական արշավից հետո, երբ որ ձեր տանը գալիս են մանուկներ, հյուրեր խաղում են, ցանկացած բան կարող եք շատ արագորեն հավաքել, մինչև 5 րոպեում ամբողջ սենյակը կարող եք հեշտորեն հավաքել, բայց միայն այս կուբերով իհարկե չենք սահմանափակվում։ Իմ ամենասիրելի կոնտեյներներից են նաև այս սպիտակ կոնտեյներները, մոտավորապես 17-20-25 սանտիմետր են իրենց չափերը, կպատկերացնեք, և կան նաև մանր կոնտեյներներ տարբեր չափերի ըստ ձեր անհրաժեշտության, բայց շատ մանր, սրանց մանր կոնտեյներներ առհասարակ խորհուրդ չեմ տա, որովհետև իրենց մեջ կյանքը ցույց է տալիս, որ այդքան հարմարավետ չի պահել ցանկացած բան, իհարկե բացի զարդերից։ Ուրեմն, այս կոնտեյներները ես օգտագործում եմ ամբողջ տան մեջ։ Նախ օգտագործում եմ խաղալիքների պահարանում, նաև այնտեղ կտեսնեք, տեսակավորում եմ տարբեր խաղալիքներ, օրինակ կարող են լինել փազլները մի տեղում, դոմինոները կարող են լինել մի կոնտեյներում և ըստ իհարկե կարող են խառնվել այդ ամենը, բայց մոտավորապես կան նաև զբաղվելու հարմար տարբերակներ, օրինակ մի կոնտեյները վերև ես դնում, ներքևիններով են խաղում, հետո եթե ձանձրանում են, կարող ես հեշտորեն զբաղեցնել երեխային վերևից վերցնելով խաղալիքներով կոնտեյները։ Այդպես, ինչպես նաև ես իրենց օգտագործում եմ բաղնիքում, օգտագործում եմ խոհանոցում, օգտագործում եմ մեր զգեստապահարաններում, կարող եք տեսակավորել գուլպաներ, ներքնազգեստ, շատ հարմար է վերցնել և տեղավորել ցանկացած դարակի մեջ, այսպիսի ունիվերսալ կոնտեյներների շուրջ։ Բոլոր հղումները ես կթողնեմ մեկնաբանության մեջ, գրեք ինչ կոնտեյներ է ձեզ հետաքրքրում, ինչ վերաբերում է պահարանի կոնտեյներներին, մի փոքր կմանրամասնեմ, ուրեմն կախված պահարանի երկարությունից կարող եք պատվիրել կոնտեյներներ ձեր պահարանի համար հարմար, բայց այդ մասին առանձին հոլովակ եմ նկարահանելու և բոլոր մանրամասներին կծանոթանեք